մայիսի 9-ը դա ոչ թե հաղթանակի տոն է, հաղթանակի տոնը աշխարհը նշում է մայիսի 8-ին, որովհետև մայիսի 7-ին լույս գիշեր 8-ին կնքվեց իրական զինադադարը եւ Գերմանիան ստորագրեց կապիտուլյացիա։ Այդ Ստալինը որոշեց մեկ օր անց մի անգամ էլ բեմադրել այդ ամբողջը, որպեսզի հետո ասի, որ սովետական միությունը միայնակ է հաղթել, դա այդպես չէ։ Այդպես որ այսօր աշխարհը եւ Եվրոպան նախ եւ առաջ նշում է Եվրոպայի օրը, խաղաղության եւ համերաշխության օրը։ Ես սկսել եմ դրանից, որ մենք տեսնենք Փաշինյանի այցը այս ենթատեքստում, երբ Եվրոպայի առաջնորդները այսօր հավաքվում են Կիևում, երբ Եվրոպան հատուկ նշել է, որ Եվրամիության ձգտող ազգերի ղեկավարները չպետք է գնան Մոսկվա, որովհետև այն ինչ կատարվում է Մոսկվայում, դա դայիչների, բռնապետների խնջույք է։ Հենց այդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ոչ թե իրեն է ներկայացնում Նիկոլ Վովայևիչ Փաշինյանին, Իջևանում ծնված եւ Երևանում ապրող հիմա մի մարդ, այլ Հայաստանի վարչապետը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է ոչ թե Եվրոպայում, որտեղ 45 օր առաջ անդամակցելու օրենք է ընդունել ազգային ժողովը, Նիկոլ Փաշինյանի վերահսկվող ազգային ժողովը, այլ նա Մոսկվայում է Լուկաշենկոյի, Պուտինի կողքին եւ ինչպես դուք ասիք, ազերի ազգերների հայերին գլխատող մարդասպանների շքերթին մասնակցող։ Եվ բացատրությունները այստեղ շատ են, ոմանք անվանում են դա խիզախ եւ խորամանկ քաղաքականություն, ոմանք դա անվանում են հիմարություն, խենթություն, ես կարծում եմ այդ ամենը ավելնորդ է։ Իրականում Փաշինյանը ընդամենը մեկ խնդիր է լուծում իր այցով։ Եվ դա նույն այն խնդիրն է, որը լուծում էին նրանից առաջ բոլոր Հայաստանի իշխանավորները վերջին 100 դարվա ընթացքում։ Դա սեփական իշխանություն պահպանելու խնդիրն է։ Հանուն դրա է գնացել Նիկոլ Փաշինյանը Մոսկվա 2025 թվականի մայիսի 9-ին կամ 8-ին ավելի ճիշտ, եւ ոչ առաջին անգամ դա եղել էր եւ նախորդ եւ այն 23 թվականին 2 տարի առաջ ես օրինակ այդքան էի զայրացած, որ մենք կազմակերպեցինք հատուկ հակաայց եւ Ռուբեն Ախվերդյանի ու երաժիշտների հետ մեկնեցինք Կիև ցույց տալու համար ուկրաինացիներին պատերազմի մեջ գտնվող հերոսական Ուկրաինային, որ Հայաստանը դա Նիկոլ Փաշինյան չէ, դա մենք ենք։ Եվ մենք բարեգործական համերգ տվեցինք Ուկրաինայի բանակի օգտին եւ հենց մայիսի 10-ն էր 2023 թվականին եւ մեր այցը հատուկ նշանակություն ուներ հակակշռել դրան։ Եվ իմիջիալոց ուկրաինացիները այդպես էլ գնահատեցին եւ մեր այցից հետո ստեղծվեց հայկական լեգիոն իմիջիալոց ուկրաինական բանակում։ Բայց այս ամենը ասում եմ միայն մի բան բացատրելու համար։ Ժողովուրդ պետք չէ փնտրել սև կատու մութ սենյակում, հատկապես եթե այնտեղ կատու չկա։ Կատուն բոլորովին այլ տեղում է։ Նիկոլ Փաշինյանը փոխանակում է հիմա մեր ազգային արժանապատվությունը, մեր պետական գերագույն շահերը, որտեղ լինել Եվրոպա է, դա նշանակում է ապահովել երկրի համար ոչ միայն զարգացում տնտեսական, ոչ միայն քաղաքական կայունություն, այլ պարզապես ֆիզիկական գոյություն։ Եկեք չխաբենք մեզ, այն որ 2022 թվականի աշնանը, երբ 2 օրվա մեջ 223 հայ զինվոր էին զոհվել Սյունիքի սահմանին, երբ որ ադրբեջանցիները արդեն մտել են Հայաստանի տարածք, Հայաստանի Հանրապետության տարածք, դա արդեն Արցախից էլ դուրս էր։ Եվ միայն Եվրոպական միության միջամտությունը եւ սկզբից 40, իսկ հիմա արդեն մի քանի 100-ի հասնող դիտորդների, փաստորեն խաղապահների ներկայությունը եվրոպական դրոշներով մեր սահմանների վրա, դա է կանգնեցրել Սյունիքի զավթումը, դա է կանգնեցրել պատերազմը եւ դա է պահպանում խաղաղություն։ Դա
այլ ոչ թե ինչ որ խաղաղության փաստաթուղթ, որը բնականաբար Մոսկվայում չի կնքվելու, որովհետև այնտեղ խորամանկալիևը չեկավ, նա ուղարկեց իր ասքյարներին։ Իսկ ինքը շարունակում է քաղաքական միավորներ հավաքել արևմուտքում, որտեղ նա վաճառում է իր նավթն ու գազը, եւ նա արեց դա չգնալը։ Դրա պատճառն էր հենց այն, որ այնտեղ գնաց Փաշինյանը։ Ալիևը հերթական անգամ թույլ տվեց Փաշինյանին կատարել կոպիտ սխալ։ Երբ որ Փաշինյանը նախապես հայտարարեց, որ գնալու է Մոսկվա, իհեճուկս ամեն ինչի, Ալիևը շատ հմտորեն վերջին պահին ասեց, իսկ ես զբաղված եմ եւ չեմ կարող գալ։ Ըստ էության նա ավելի զբաղված է Ադրբեջանում, քան Փաշինյանը Հայաստանում։ Փաշինյանը գնաց ազատվելու համար ազգային ժողովում խժդժություններից, քրեական չբացված կամ չավարտած գործերից, կոռուպցիայից, տնտեսական խնդիրներից, այդ ամեն ինչից նա գնաց փրկվելու Մոսկվա։ Ինչու՞, որովհետև նա մեկ խնդրանքով է այնտեղ, թողեք ինձ շարունակել իշխանավորել, որովհետև մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանը իր հատուկ դիվերսիոն խումբ է նշանակել Հայաստանի 26 թվականի ընտրություններին միջամտելու եւ դա գլխավորում է ոչ ավել ոչ պակաս Ռուսաստանի նախկին վարչապետ Կիրիենկոն։ Դա շատ լուրջ խաղ է եւ Փաշինյանը փաստորեն գնաց այնպես ինչպես առաջ գնում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ասելու համար ես կատարում եմ այն խնդիրները, որոնք ձեզ հուզում են այստեղ եւ դրա դիմաց նա ստանում է փաստորեն այդ պիտակը իշխելու։ Նա ստանում է Պուտինի համաձայնությունը, որ Կիրիենկոն իր փողերը կստանա, կլվա, կապահովի լարվածություն, պառակտվածություն, բայց դու կմնաս իշխանության, քո 30%-ով, որին կավելացնես այդ չարաբաստիկ օրենքը, որը կոչվում է կայուն մեծամասնության օրենք։ Միայն թե ժողովրդավարական ուժերը իսկապես եվրոպամետ ազգայնականները ներպես չգան իշխանության։ Իրականում շատ պարզ է ամեն ինչ։ Նախ 300,000 զոհված հայերի իշտակը Մոսկվայում չէ, որ պետք է իշտակել, հարգել, դա պետք է անել Երևանում։ Դա պետք է անել Կերչում, միգուցե որտեղ 200,000 հայեր են զոհվել։ Որտեղ նաև իմ ընտանիքի անդամներն են կռվում։ Բայց դա չի դարձնում Փաշինյանին Ռուսաստանի կամ Պուտինի գործակալ։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ գործակալ էր, նա չէր էլ թաքցնում։ Նա ասում էր, որ այո, Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի պրովինցիա։ Դա ասում էին այլ քաղաքական գործիչները։ Փաշինյանը դա չի ասում։ Նա ընդհանրապես ուզում է մնալ իշխանության։ Նա ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի։ Բայց ինչու է Ռուսաստանից կախված նրա իշխանության մնալ-չմնալու հարցը։ Գինը ո՞րն է, այդ արժեքը ո՞րն է, որ Բայց այդ գինը դուք վճարի Հայաստանը։ Բայց մենք ամեն օր ենք վճարում այդ գինը։ Գինն այն է, որ Հայաստանի տնտեսության ահռելի արդյունքի բաժինը մինչև հիմա մնում է ռուսական։ Մեր երկաթուղիները վերահսկում են ռուսները, մեր գազն եւ հոսանքը վերահսկում են ռուսները, մեր բանկերը եւ հանքերը վերահսկում են ռուսները եւ 7 տարի շարունակ խոսելով կոռուպցիայի մասին, անկախության մասին, ինքնիշխանության մասին, Փաշինյանը որևէ բան չարեց։ Միակ բանը, որը նա կարող է ներկայացնել, այն որ Զվարթնոցից եւ մի քանի ուղղակալներից ռուս սահմանապահներն են հեռացել։ Դա մեզ դարձնում է անկախ ազատ պետություն, հեռացել են, որովհետև Պուտինը ինքն էր դա առաջարկել։ Փաշինյանը ինքն ասել էր ուղիղ 1 տարի առաջ, որ նախորդ իր այցի ժամանակ 2024 թվականի մայիսի 9-ին 10-ին, երբ նա կրկին Մոսկվայում էր, Պուտինն ինքն էր իրեն առաջարկել հեռացնել ոչ միայն Զվարթնոցից, ինչպես խնդրեց Պուտինը, ռուս սահմանապահների, այլ նաև Թուրքիա եւ Իրանի սահմանից։ Դա Պուտինի առաջարկն էր, որովհետեւ Պուտինը լուծեց իր հարցերը 20 եւ 23 թվականին Պուտինը հիմնական հարցերը լուծեց։ Մնաց միայն մեկ ոչ թե Զվարթնոց, այլ իրենց երազած
Զանգեզուրի միջանցք։ Եվ Փաշինյանը չէ որ խանգարում է Պուտինին, այլ միայն Միացյալ Նահանգների եւ Եվրամիության, հատկապես Ֆրանսիայի դիմադրությունը։ Միայն դա թույլ չի տալիս Ալիևին ռուսական ծրագիրը իրականացնել մինչև վերջ եւ կապվել Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, թույլ տալով Ռուսաստանին ստեղծել այդ գորշ գոտին, որտեղ որ Ռուսաստանը նախատեսում էր կառուցել գազամուղ, նավթամուղ Թուրքիա վաճառելու ադրբեջանական անվան տակ սեփական գազը եւ այսպես շարունակելու Եվրոպայից փող ստանալ։ Դա է Ռուսաստանի հիմնական նպատակը եղել 2020-23 թվականին ու նաեւ հիմա։